Մայրաթոր Սուրբ Էջմիածին այսօր պաշտոնապես տեղեկացրեց, որ վեհապար հայրապետը հանդիպել է Հնդկաստանում բուժում ստացած և հայրենիք վերադարձած Արտաշես Ամիրյանին, որը Արցախյան պատերազմի զինհաշմանդամ է և բուժումը ստացել է Մայրաթորի և վեհապար հայրապետի հոգացությամբ։ Ինչու է սա կարևոր։ Վերջին օրերին շաբաթներին ընդդիմադիր դաշտում նկատվում է մի տեսակ հիշողության մթագնում, առ այն թե ընդհանրապես ինչի կամում դեմ է մեր պայքարը և ըստ այդմ ինչ նպատակի պիտի ծառայեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Դրա համար ես ուզում եմ տեղեկացնել և հիշեցնել, որ այս լուրի մասին հայտնելիս Մայրաթորը օգտագործել է հենց Արցախյան պատերազմ բառակապակցությունը։ Կարծում եմ անիմաստ է երկար բարակ բացատրել, որ մի երկրում, որտեղ եկեղեցին օգտագործում է Արցախյան պատերազմ բառակապակցությունը, իսկ դե ֆակտո իշխանությունները հանդես են գալիս Արցախ բառի դեմ, այս երկու կառույցները երկար գոյակցել չեն կարող։ Կամ մեկը պիտի մնա, կամ մյուսը։ Եվ ըստ այդմ մեր պայքարը և առաջիկա ընտրությունների նպատակադրումը պիտի լինի միայն մի բանի մասին։ Արդյոք մենք կարողանում ենք սահմանադրական ճանապարհով իշխանությունից զրկել գործող իշխանություններին և պահպանել մեր ազգայինը, այդ թվում եկեղեցին, թե գործող իշխանությունները շարունակում են իշխանավարել, լուրջ վտանգ ստեղծելով մեր ազգայինի, այդ թվում եկեղեցու համար։ Որևէ այլ նպատակ և որևէ այլ թիրախ մեր պայքարը և դրան ծառայող առաջիկա խորհրդարանական ընտրությունները չունեն։